Գիտե, բարի երեկո, բարի լույսո առավոտի լույսո արեգակն արդար, ԻՊՀ-ի պաշտպանություն Հայաստանի, հայկական լեգիոնի կորպուս Անդրանիկ Զորավարի։ Երկու կարևոր թեմայի բուն պիտի անդրադառնանք եւ դա վերահսկսելն է մեր կրտսեր կուրսանտական ծրագիրը զինվորական, օրենքով սահմանված կարգով եւ ունի իր օրենքն ու կոդը, իր հոդվածն ու կոդը, այդպես է ասում US code, որին մենք մանրակրկորեն, այսպես շատ զգուշ անալիտիկորեն ենք մոտենում եւ հետեւողական ենք, եթե կա օրենքի փոփոխություն, ստուգել ենք չկա նման բան, ուստի մենք վերահսկսում ենք հայ կուրսանտական կրտսեր ծրագիրը, կրտսեր կուրսանտական ծրագիր։ Ես նպատակաուղղված հատվածից ուզում եմ կիսվեմ բոլորիդ հետ, մեր նպատակներից մեկը նա է, որ գա հասնի մի կետի վրա, որ մեր կրտսեր կուրսանտական ծրագրից այցելեն հայրենիք։ Եվ օրինակ մեջբերում անենք, էլի, որ աշխատանքն ա, որ այդ 13.5-14 տարեկանից մինչև բանակի տարիք, ինչ ենք տալիս երեխեքին։ Ես 3 տարի հայրենիքում եմ եղել, չեմ ուզում անդրադառնամ եւ քանի որ խոսքը վերաբերվում է մեր կրտսեր սերնդին, ինչ որ լեզվի եւ խոսքերի վրիպումներ իրականացնեմ, որտեվ հասնում է իրանց։ Մենք այդ խաբեության եւ մեկ բառով է բացատրվում, ես վերջապես հասկացա ինչա նշանակում, օրինակ քաղաքական մթնոլորտը Հայաստանում, այդ հիվանդ ատմոսֆերը, հա, աննորմալ է ուղղակի։ Մենք նպատակ չունենք որպես ազգային կառույց մեր պատանիներին, երեխաներին, այսպես ասած, ենթարկենք այդ չարաշահված եւ այդ չլռող մթնոլորտին, որը ընդհանրապես կոնստրուկտիվ ոչ մի արդյունք, նպատակ եւ ուղղություն չի տալիս մեր պատանիներին։ Կրթական ոլորտից ես ինքս Հայաստանում նայել եմ, գոհ չեմ։ Ես զինվորական կրտսեր ծրագրերից չեմ կարող գոհ ու դժգոհ լինեմ, որովհետև չկա տենց բան Հայաստանում։ Ըստ ռազմական ծրագրերի, որը կապված է կրտսեր կուրսանտական ծրագրերի, որը ամենակարևոր բանալին է ազգային եւ զինվորական մշակելու։ Ուստի հայկական լեգիոնի կորպուսը Անդրանիկ Սուրբ Զորավարի հայտարարում է, որ մենք վերականգնելու նպատակներ ունենք եւ արդեն ես հողի վրա նրա ուրվագիծը տեսնում եմ, նրա գծագրությունը, հա, blueprint-ը։ Եվ գալիք օրերին մենք իրականացնենք այս ծրագիրը, բայց բուն այսպես նրա հիմնական նպատակաուղղված աշխատանքներից մեկը նա է, որ աշխարհասփյուր պատանին, երբ ինքը գալիս է 17, 18 կամ 20 տարեկանի արդեն եւ մեզ հետ է, կարողանա նստի ինքնաթիռ եւ գա ծանոթանա երկիր հայրենիած իրականության մեջ, ովքեր եւ ինչ են ներկայացնում իրենցից, որ համազգեստ են կրում եւ այսպես ասած contribution, ոնց են ասում դրան, հովանավորող ուժեր են հանդես գալիս որպես հայորդիներ պաշտպանության ոլորտը եւ մեր երկրի ինքնապաշտպանության կարողությունը զարգացնելու ուղղությամբ։ Ով ում բարեկամն է, ես շատ լավ եմ ճանաչում։ Ես շատ լավ գիտեմ Հայաստանում ընդհանուր համակարգը ինչ է ներկայացնում իրենից։ Դու կարող ես գնալ օրենսդիր մարմինների մոտ, ինչպես ես եմ գնացել, հանդիպել եմ ձեր անվտանգության հանձնաժողովի հետ, նախագահողը ինձ ասել է մի բան, բայց այդ շենքից դուրս գալուց հետո ոչ թե աէթիկալ եւ աինստիտուցիոնալ պահվածք էր, օրինակ ձեր նախկին խոսնակը իր ընկերը եւ այլ ընդհանրապես անընդունելի։ Հիմա նույն պատանիս, նույն խաբեության մթնոլորտում ես նպատակ չունեմ, կրկնում եմ, պատանիներին ենթարկելու ձեր այդ աբիժնիկ ատմոսֆերին։ Ուստի ազգային կողմից մենք կոչ ենք անում հայրենակիցներին Լոս Անջելեսի Բեյսնում եւ այլ տեղեր միանալ հայկական լեգիոնի կորպուսին։ Ինձ հետաքրքիր չի քո անօրինական անցյալդ ներկատ եւ թե ինչ թաքնված դաջվածություն ունես։
ես նոր ընկերներ ու շրջապատ չեմ փնտրում, ես բանակաշինության աշխատանքին եմ մասնակցում իմ սահմաններով, ինչքան որ ներդրում կարող եմ անել որպես հայկական լեգիոնի կորպուսի հրամանատար։ Ես հրահանգ եմ արձակում իմ բոլոր համազգեստ կրող ԻՊՀ-ին եւ նրա գաղափարախոսությանը Անդրանիկ Սուրբ Զորավարի կանոնակարգով, որ կիսատ գործը լրացվի եւ գա հասնի տեղ, բոլորիդ, ով քաղաքական բացեց բերանը, մի պատասխանեք, նույն դատարկ Վեդրոնեն, նույն աղբար կղն է, նույն կլոր ճանապարհն է քեզ բերելու է նույն տեղը Հայաստան։ Նորից խապվեցինք, այս անգամ խապվելու նպատակ չունենք։ Մենք ոչ քաղաքական դաշտի մեջ անելիք եւ ներդրում ունենք, որը պետականաշինության եւ բանակաշինությանը կհովանավորի կամ կաջակցի։ Ոչ ձեր ռազմահայրենասիրական կառույցների հետ գործ ունենք, որոնց բոլորին ճշտել ենք։ Ձեզ մոտ այդ խաբեության ատմոսֆերը չկարողացանք անենք ազգովի եւ ձեր լեզուներից չկարողացանք հեռացնենք այդ կարիճների պոչերը։ Okay? So, այդ թունավորված միջավայրին կրկնում եմ նպատակ չունենք մեր պատանի եւ երիտասարդ սերնդին ենթարկենք այդ տրոմատիկ, turbulent եւ ալեկոծված այդ չլռող լրփացած միջավայրին, որին ասում ենք հայկական քաղաքականություն։ Մենք ընդհանրացած կապիկություն ենք տեսնում այսուհետև ամեն ինչ։ Եթե մեկը ուսադիր է հագնում եւ խոսում է հայրեն ու հայ է, մենք 5 անգամ ենք ճշտում ամեն մի բառը պահող եւ տերն է թե ոչ, որովհետեւ սարսափելի իրականություն է։ Սա սարսափելի իրականություն է։ Սրա համար է, որ քո վերջի դարաշրջանում ոչ մի հերոս իր վախճանը չի գտել այդ հողում, որովհետև ունես կրիպտոստալինիստ բոլշևիկներ, որոնցից ամենագլխավոր պատուհասներից մեկը հայ հղիափախության դաշտանությունն է։ Այո, դու դաշնակ, դուս, դու մեր կյանքից մինչև դուրս չգաս, մենք Սփյուռքում չենք կարողանալու այսպես դիվերսիկացնել մեր հայկական ներուժը կապելով Սուրբ Հայրենիքի հետ։ Դու մինչև չլռես հայկական հարցը արդար բարձրաձայն իր բաժնետեր լինելու հարթակ տեղ ու հողը եւ տեղը արժանապատվորեն չի գտնելու, որովհետեւ դու ծախվել ես Կրեմլուն, մյուս ափերում էլ չգիտեմ ում, բայց գիտեմ, որ քո դրոշը միայն կարմիր չի, 9-10-11 գույնանի գծերով են Մադամ Փամփալինոյի դրոշն այլևս մեզ համար։ Դու ես օգնել, որ տեղադրել են Գարեգին Բեի հետ եւ օրհնել եք միասերական ամուսնությունը հայրաքելական Սուրբ Եկեղեցու անունից։ Ես չեմ ասում միասերականների թող իրավունք ունեն, they have the right to live the way they want, բայց որպես հայ ժողովուրդ եւ հայրաքելականներ դուք պարտավոր եք, պարոնայք, օրինակ Հովնանարկ եպիսկոպոս Տերտերյան կիսվեիր համայնքիդ հետ, որ հայրաքելական Սուրբ Եկեղեցու անունից դու նման ամուսնությունը համարում ես օրինական ամուսնության ինստիտուցիա։ So ես խառը շիլափլաֆի մեջ հայրենակիցներս շատերը մտահոգված օրինական են թե անօրինական, ոչ մի հայ աշխարհի վրա ոչ մի տեղ անօրինական չի։ Հայի բարոյականն է, որ այսօր այս 23.335 աստիճանի վրա պտտվող այս հողագնդի շարավիղը մնում է իր տեղի իմ ընտրված Սուրբ ժողովուրդ։ Քեզ խաբել են, հայրենով հայհոյանք չկա, եւ իմ պարոնիկներն ու օրորթիկները հայացիորեն պիտի մեծանան, նրանց առաջի նշանդրեքի օրը ապարելուց այդ լակոտի մեջ կպիտի դողա եւ այդ սերը պիտի ապրինա եւ այդ Աստծո տված սիրու մեջ պիտի բերեն պտուղը լույս աշխարհ։ Ձեր նման գալուստիկ կապող եւ քաղաքական պարազիտ չեն մեծանալու, խոսքս բոլոր քաղաքական գործիչներին է վերաբերվում։ Կրկնեմ արտքաղաքական ուժեր, Հանրապետություն կուսակցություն Արամ Սարգսյան, պետականաշնորհ կուսակցություն, Բևեր Ժիրայր պպզած դաշնակ Սեֆիլյան, ձեր Դամասկոսի կագեբեի սեղանի հետ,
Մնացած մի երկու իրանահայկակ հայ-իրանական մշակույթային միություն կրկնելու եմ 61-62 թվականների Թեհրանի KGB-ի գրասեղանը։ Տո ձեր հանուն հանրապետության կուսակցություն Բաբաջանյաններ, Շիրինյաններ թե ով, եթե մեծն հայրենակցական միության գաղափարախոսությունը հարմոնիզացված չի ձեր նպատակ եւ ուղղությանը, ուրեմն դուք եք ապազգային քաղաքական պարազիտներ, խզմլյան չես, ով ուզում ես եղի, սա Անդրանիկ Զորավարի ազգային կողմն է ասում։ Միշտ հայ, վերականգնում ենք պատանի, կրտսեր պատանիների, կրտսեր կուրսանտական զինվորական ծրագիրը ըստ ԱՄՆ-ի օրենքների սահմանված կարգով եւ կանոններով։ Մենք այս ծրագրերը, որը ներառված է մեկ հանձնաժողով, մեկ մասնաճյուղ մեծն հայրենակցական միության, նպատակ ունենք, կրկնում եմ, կապելու կամրջակով հայրենիքում գտնվող մեր պատանիների հետ եւ խնդրագրերով մեր այնտեղի պատանիներին բերել Սփյուռքի հայ պատանիների հետ, ովքեր դաստիարակված են ու հայացի են։ Դե համայնք հայկական հիմնադրամին այդքան դրամ եք տվել, կարծեմ 100 քանի միլիոն դոլարի վրա Հարութ Սասունյանն է նստած, California Career թերթի խմբագրող գլխավորը։ Բայց 17% երեխաներիս հայրենիքում stunting սինդրոմով են ծնվում, կրկնելու եմ ձեռու ոտը կամ ներքին օրգանների աճ եւ բարգավաճման առողջ աճելու խնդիրով։ Նրանց որոշակի տոկոսը կրկնելու եմ չի տեսնում իր 5-րդ տարեդարձի լիարժեք ավարտն ու մահանում են, որովհետև սննդի պակասը Ռոբերտ Սեթրակի իժի տղա Քոչարյան ձեր արարքով սինդրոմ եւ նստված կատվել գենետիկ խախտում արդեն, որի երեխեքի մի մասը առողջ չի ծնվում։ Ձեզ ուրիշ բան է հասնում եւ կգա Աստծո շնորհիվ այդ պարքեվի արդարություն մատուցելու ազգին օրը։ Դուք դատապարտված եք մարդկության դեմ հանցագործությամբ եւ ձեր կապիկ դատախազությունը մարտի 1-ը ջրեց ձեր ազգային ժողովի ազգային անվտանգության հանձնաժողովի եւ հոկտեմբեր 27 զռռալու զառանցելով։ Կներեք, պարոն Այք, բայց պիտի ասեմ, դուք եք կիսագրագետ ու ապուշը, մենք ամեն ինչ հասկանում ենք։ Մենք ամեն ինչ հասկանում ենք։ Մարտի 1-ը նորից ջրեցիք, 26 թվի ընտրությունները կրկեսա, ով որտեղ ինչ ընտրաթերթիկ տնի։ Դուք ունեք Սամվել Կարապետյան, որին այսօր կրիպտո բոլշևիկ ստալինիստները ծափահարում են։ 10,000 դրամնոց։ Մենք պահելու ենք ներկապետությունը, աջակցելու ենք նրան, բայց մի քիչ խոնարհու հեստող գտնվի։ Իշխանությունն էլ, որ ամենագլխավոր արդարությունը չտվեց, թե չկարողացավ տա, դա արդեն մեկնաբանությունը թողնում եմ ձեզ մոտ, եթե մարտի 1-ի եւ հյուսիսային Պողոտայի իմ անգին քույր եղբայրների այրունը բորդուրինա, ինձ ձեր կապիկությունը անմեռոն տեղացիներ հետաքրքիր չի։ Ինձ քո ոչ մի ասֆալտը, Ամերիկա, Եվրոպան, գան Հայաստան փողոցները ոսկե ջրեն հետաքրքիր չի, տակը այրունա, դու չես տվել արդարություն։ Մենք կտանք, մի մտահոգվի։ Մենք միջազգային հարթակներում պիտի տեսնենք Քոչարյանների ընտանիքը չոքած եւ շղթաներով իրենց հեռանալը։ Ազգս պիտի տեսնի դա, եւ դուք ձեր կապիկ դատախազներով չեք ջրելու դա։ Դուք ծածկել եք մարդկության դեմ հանցագործություն, որովհետեւ դուք են տելեգրադկաների ծորնիկներն եք, որ մի ամբողջ գերդաստաններ լցրեցիք բեռնատար գնացքի սայլեր ուղարկեցիք Սիբիր։ Դուք գերդաստանների անեծք ու այրուն ունեք, ներկա պետության կեսից շատդ։ Ինչ գործ ունես իմ պետության մեջ դու, Հայասպան։ Գագիկ Զարուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի խոնար ծնկած ծառաները կազմում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության 60%-ը։ Եղբայրում եք պատմում ուրիշ բան, բոլորս բոլորիս գիտենք։ 26 թվին, ասեմ, վեհարանը վեհին, բայց մենք Վարդանանք ազգային շարժումը հայտարարում է, եւ մեր դրոշը սևի շրջանակների մեջ որպես սուրբ ուխտ, Վարդանանք ազգային շարժման դրոշը դնում ենք մեր պատվո եւ գույների պահակների դրոշների շարքերում, որոնք զինվորական համազգեստով պիտի բարձրանան։ Պետություն ես դու 9 տարիա, պարոն վարչապետ։ Ես զինվորական պատանիներ եմ ուզում մշակեմ։ Տոնական օրերին հայոց դրոշը այդ
կրտսեր կուրսանտները բարձրացնեն, օրինակ ապրիլի, ինչ դաշնակ սկաուտ եղբայր, նույն մտալվացում ուղեղի brain wash են մեծացնում այդ երեխեքին, նույն կարմիր գրքույկնա իրանց ոչ թե սոցիալիստ, այլ ստալինիստ based եւ հիմնավորված հայ հղիափախության դաշտանության մի ամբողջ սերունդ էլ թունավորում են։ Դուք ընչի չեք թողում աշխատենք։ Դուք ունեիք իմ քայլ պատանիների ծրագիր, այդպես չի, առաջի տիկնոջ գլխավորությամբ։ Ուր է այդ ծրագիրը։ Ուր կնա պատանիս։ Պարոն Հովնան, պիտի կրկնեմ, ճաղերի ետևը փայլուն լույսի կտոր երեխեք ունեմ։ Նրանք չեն ընտրել հանցագործ աշխարհ։ Անգել են այնտեղ, որովհետև դու ռոզվի տրուսի գթակե աշխարհով մեկ ման ես եկե։ Հիմա էլ քո համահանցակից Գարեգին Բեին ես հանում 45 տարի, 50 տարի նույն լափամանից ես լապել։ Եկեղեցի սարքելով որփի փող եք լվացել։ Դուք բրբենքում, Հովնան ու դաշնակ տերտերներ, ոչ մեկի ազգը չի ընդունելու։ Բոլորիդ երեսին ա թքելու։ Արդար եւ սուրբ բարկությամբ այդ Սարդարապետյան ոգուն հարություն տված բարկությամբ միասնական ենք հզոր ազգ, ազգ պետություն միություն, պարոն վարչապետ, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, բայց անպատժելիությունը հայասպանների այլևս երկրորդական էլ չի համարում բոլոր հաջողությունները։ Վիրավորված եմ, սիրելի պետություն, որ ազգը եւ հայրենադարձը տուն գալով չունի այդ կապիկ կրկեսը, որ Սպյուրքի հանձնակատարությունն է։ Հիմա ես չգիտեմ, Սպյուրքի հանձնակատարը չի աշխատե, թե դու թույլ չես տվե։ Հավանականությունը շատ բարձր է, որ Երևանը թույլ չի տվե, որ այդ մարդիկ զարգացնեն Սպյուրք հայրենիք կապ ու կամուրջը։ Ինչից եք վախենում, պարոն Այկ։ 1,600,000-ը քո ոչխարը չի, իմ ժողովուրդ ու ազգն է, որ հայրենիքում է։ Ինչից եք վախենում։ Ասեմ, սևակի բառերով, ողորմացիկ, 1-2 դերասաններ ունեինք, այդ աթոռը բառը լավ էին ասում։ Ինքնաաստվածության պրոցեսի մեջ եք ընկել, բայց հիպոկրատորեն եւ եսասենտրիկ այդ ձեր մի քանի ստանդարտներ ու դիմակի շերտերով խաչակնքվում եք։ Ասում եմ, մարտի 1-ի այրունը, եթե ասֆալտին է, այդ ասֆալտը քանդելով այդ այրունը չի հեռանում։ Այդ ուրվականները տեղ են, եւ այն 1157 հայերը, որ սպանել են այս պորնիգանոց ձեր նախքինները։ Ուրա դրա արդարությունը։ Եղբորս այրունը ողբում է արդարություն ուրա։ Միջազգային դատարանում Ֆարմանյան versus Republic of Armenia համաձայնության այդ 30,000 եվրոյով չի, 45,000 ԱՄՆ դոլար պարտքես ամեն ընտանիքին, որ հունվարի 1-ից 2008 թվականի մինչև այս պահը ընտանիոք ապրում է ՀՀ-ում։ Դու պարտքես այդ փողը, որ չկան օտարափերում, ախ ու վախով շաքար ու սրտային դառնան, որ հեսա մեզ էլ են դեպորտ անելու։ Այդ հայնա, որ հող ու անհայրենիքա, որ պտի օտարափերում վախենա ամոթ ձեզ, որ չեք կարողանում պետական կողմը, որ այսօր սիրում եմ իմ վարչապետին ես, որ բերեք ազգայինը նրա հետ, որովհետև կեղտոտ սև այծը ընդդիմությունը, որ ապստամբությունն է, ձեռընտույա հենց այսօրվա իշխող կողմին, որ ընտրաթերթի քաղաքի։ Սա Հիսուս Քրիստոս վերև եւ բաց երկնքի տակ կանգնած խոստովանեք եւ արդարություն տվեք, ազգային կողմին ճանապարհ բացեք, որ ունենան ձեզ հետ միասին ուսուսի գալիք իրականությունը, ազգ պետություն միություն, հավաքվեք ժողովուրդ, բոլորը սուտ են, մենք ունենք ազգային աշխատանք անելու, ԻՊՀ միշտ հայ։